Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան, այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ կբարձրանան։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, նշել է Փաշինյանը։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք։ Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում գիշերային ժամերին կդադարեցվի ջրամատակարարումը։ Երևանում ջուրը կդադարեցվի կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը, իսկ որոշ հասցեներում այդ գրաֆիկը կպահպանվի նաև ամբողջ տարվա ընթացքում։ Կլինեն որոշ հասցեներ, որտեղ ջրամատակարարման 24-ժամյա ռեժիմը կպահպանվի, սակայն կլինեն նաև հասցեներ, որտեղ այն կլինի 4-ից 10 ժամ։ Ամենակարճ 4-ժամյա գրաֆիկը սահմանվել է Տավուշի մարզի, Ազատամուտ և Կոտայքի մարզի Սարալանջ գյուղերում։ Veolia ջուրընկերությունը պարզաբանել է, որ 2026-ի ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը կատարվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների համաձայն։ Ժամանակացույցը հրապարակվում է պաշտոնական կայքով։ Ընկերությունը նշում է, որ տարվա ընթացքում գրաֆիկը կարող է փոփոխվել պայմանավորված եղանակային պայմաններով։ Փոփոխությունների նպատակն է նաև նվազեցնել գիշերային կորուստները եւ ապահովել ցերեկային կայուն ջրամատակարարում։ Միաժամանակ նախատեսվում է ներդրումային ծրագրերի ընդլայնում ջրի ֆիզիկական կորուստները կրճատելու եւ կատարվող ծավալները մեծացնելու համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ պայմանագրային պարտավորությունները չեն խախտվել։ Ադրբեջանը դարձյալ դիզվառելիք է ուղարկում Հայաստանն, այս անգամ 4500 տոննա, հաղորդել են ադրբեջանական լրատվականները։ Դիզվառելիքը Հայաստան կուղարկեն երկաթուղային ճանապարհով Վրաստանի տարածքով։ Հիշեցնենք, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից։ Մասնագետների գնահատմամբ, սակայն սա Բաքվի քաղաքական ժեստն է, որովհետև Ադրբեջանը հենց ինքն ունի բարձրակարգ վառելիքի խնդիր։ Տարեսկզբին նույնիսկ որոշել էին որևէ ուղղությամբ արտահանում չունենալ։ Այդտեղ բացարձակապես կարևոր չէ թե Բաքվի համար եւ թե Հայաստանի իշխանությունների համար տնտեսական շահը, որքան կարևոր է քաղաքական շահը։ Ավելին այստեղ հիմնական նպատակը եւ հիմնական գործոնը տնտեսական փոխկապակցվածության խնդիրն է։ Ադրբեջանական բենզինը հենց գալիս է, շատ արագ սպառվում է, որքան շատ ենք բերում, այնքան շատ արագ է սպառվում, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը բնականաբար թանկանում է։ Հետևաբար պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ բենզինը միշտ էժան լինի մեր ժողովրդի համար, նշել է Պապոյանը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ։ Այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով գործընթացներն իրականացվում են զուգահեռաբար։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պնդմամբ Ղազախստանի եւ Ռուսաստանի միջոցով ներկրվող ծորենի փոխադրումը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում առևտրային կապերի մեկնարկը արտահայտում են ադրբեջանական կողմի ինքնավստահությունը։ Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճիռի հետ եւ չի նշանակում հրաժարվում է պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն, սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առաջվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը, ասված է հայտարարության մեջ։
Մրցանակ են ստանում խաղաղության ջանքերի համար, աշխարհով մեկ հայտարարում, թե խաղաղությունը եկել է։ Աշխարհն էլ չի հիշում երևի, որ փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Ընդամենը ձեռքսեղմումներ են, գրկախառնություններ։ Հենց այդ մրցանակը ստանալու հաջորդ օրը Ալիևը վերադարձավ Բաքու ու Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների համար ծանրագույն դատավճիռներ կարդաց 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ դատապարտում, բայց շարունակեցին խոսել խաղաղությունից, եղբայրությունից։ Նրա սանձարձակությունն այստեղ կանգ չառավ, որ նույն տեմպով է շարժվելու, պարզ դարձավ France 24-ին տված հարցազրույցում։ Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Նյուրնբերգյան դատավարությունից 2 ամիս անց ոմանք գային եւ ասեին. «Խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին»։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այստեղ ըստ էության չզսպելով ցինիզմը ու նացիստների հետ զուգահեռ տանելով նա անոնսում էր, որ Ռուբեն Վարդանյանի ծանր 20 տարի ազատազրկման դատավճիռն էլ անխուսափելի է։ Ռուբեն Վարդանյանın ömürlük azadlıqdan məhrum olunmasını Թրամփի վարչակազմում չգիտեն, որ խաղաղությունը երկու երկրի միջև պարզապես չի կարող լինել, եթե մի երկիրը պահում է մյուսի գերիներին։ Փոխնախագահ Վենսը, որ Զվարթնոցում Բաքու ուղևորվելիս խոստանում էր բարձրաձայնել գերիների խնդիրը, այս հարցը Ալիևի սեղանին չդրեց արդյոք։ Հայտնի է միայն, որ Թրամփի վարչակազմը չարձագանքեց Ալիևի անձնարցակությանը, Արցախի առաջնորդներին նացիստ համարելուն, նրանց այս ծանր դատավճիռներին։ Թրամփը միայն անընդմեջ կրկնում էր, թե խաղաղությունը բերել այստեղ հենց իր ջանքերով է 32 տարվա պատերազմից հետո խաղաղություն հաստատվել։ Stand up. Look at that. You believe it? 32 years. Խաղաղության խորհրդի նիստն է Վաշինգտոնում, հենց այն րոպեներին, երբ ներսում նա Փաշինյանին ու Ալիևին հրավիրում էր ոտքի կանգնել ձեռքսեղմումի, երբ ներսում ուրախ տրամադրություն էր տիրում, դրսում Ալիևյան անարխիան էր դարձյալ խոսում։ Ալիևի թիկնապաները Վաշինգտոնի կենտրոնում ծեծում էին ցույցի դուրս եկած ադրբեջանցի ընդդիմադիրներին, ներսում սակայն Թրամփը շարունակում էր խոսել խաղաղությունից։ Որ խաղաղության մասին է նա այսքան շատ կրկնում, որ փաստաթուղթն է պարտադրելու Ալիևին չկրակել, խաղաղ մնալ։ Ստանալ միջանցք Հայաստանի տարածքի վրայով ստացավ։ Մինչ այդ էթնիկ զտման ենթարկել Արցախը, էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Գրավել Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակության բարձունքներ։ Գրաված է պահում այդ տարածքը։ Քաղաքականապես գնահատել հայկական ազատագրական շարժումը որպես ֆաշիստական շարժում եւ դատել նրա ղեկավարներից ոմանց։ Այդ ամեն ինչը իրականացվում է եւ այդ բոլոր քայլերի նկատմամբ ստանում է Միացյալ Նահանգների ամբողջական 100%-ից աջակցությունը։ Մասնագետը հիշում է, որ Թրամփի ընտրվելիս լուրեր էին տարածվում, թե Թրամփն ու Ալիևը ընկերներ են։ Հիշում է, բայց չի հավատում։ Ընկեր չեն, Թրամփը Ալիևին էլ է դիտում որպես իր վասալ, բայց մեզ դիտում է որպես Ալիևի վասալ։ Բայց վասալել կա վասալել։ Եթե դու վասալ ես այն տիրոջը, որը ցանկանում է քեզ ոչնչացնել, ուրեմն դու զրկվում ես ինքնապաշտպանության քո բոլոր հնարավորություններից։ Ռազմական պատմաբանը նաև թարմօրինակ է հիշեցնում Գազայում անցած հոկտեմբերին Միացյալ Նահանգների միջնորդությամբ զինադադար հաստատվեց, բայց դրանից հետո էլ Իսրայելը չի դադարել հարվածել ու սպանել պաղեստինցիներին։ 600-ից ավելի մարդ է սպանել Գազայում։ Միջնորդ ու նաև երաշխավոր Թրամփը դատապարտել է արդյոք Իսրայելի քայլերը։ Հարցնում ու շարունակում, ինչու փոխնախագահ Վենսը Բաքվում չբարձրաձայնեց հայ գերիների անարդար դատավարությունների մասին։ Իսկ Թրամփը մինչև այս օգոստոսի 8-ի հայտնի հանդիպմանն էլ էր խոստանում խնդրել Ալիևին ազատ արձակել հայ գերիներին։ Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստ եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ հանունից կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այո, գլխով է անում հաստատում Փաշինյանը, բայց այս զրույցից հետո միայն Բաքվի դատական մուրճն է աշխատել, երբ կխնդրի Թրամփը Ալիևին, դեռ պարզ չէ։ Թրամփը կոնգրեսին հղած ուղերձում ընդգծել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ ԱՄՆ նախագահ միաժամանակ մտահոգություն է հայտնել Թեհրանի հեռահար հրթիռային ծրագրի շարունակական զարգացման կապակցությամբ։ Թրամփը հիշեցրել է, որ չնայած Իրանին ուղղված բազմաթիվ զգուշացումներին, Թեհրանը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները։ Թրամփը նշել է, որ Իրանը միջուկային զենք չունենալու վերաբերյալ հստակ հավաստիացումներ չի տվել։
already developed missiles. Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային եւ մեր արտասահմանյան ռազմաբազաներին։ Այժմ նրանք աշխատում են ավելի հեռահար հրթիռների վրա, որոնք շուտով կկարողանան հասնել Միացյալ Նահանգներ։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մենք դեռ չենք լսել այն ամենակարևոր արտահայտությունը։ Մենք երբեք չենք ունենա միջուկային զենք։ Ես նախընտրում եմ այս հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Սակայն մեկ բան բացարձակապես պարզ է։ Ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհի գլխավոր ահաբեկչության հովանավորը Իրանը տիրի միջուկային զենքի։ Սա անընդունելի է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտությունից խուսափելու համար Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը։ Շվեյցարիայի Ժնև քաղաքում երկու երկրների միջև սպասող բանակցություններից առաջ Արաղչին նշել է, որ աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորությունը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջնահերթությունը կտրվի դիվանագիտությանը, թե ոչ։ Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է հստակ, այն ոչ մի պարագայում երբեք չի մշակի միջուկային զենք միաժամանակ, ճանաչելով Իրանի ժողովրդի իրավունքը օգտվելու խաղաղ միջուկային տեխնոլոգիաների բարիքներից։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ ավելի քան 1 միլիարդ օգտատեր ունեցող Telegram-ը ապրիլի 1-ից Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվելու է։ Ըստ շրջանառվող լուրերի Ռուսաստանի իշխանությունները փորձում են այն փոխարինել պետական աջակցությամբ գործող Max անվանվող այլընտրանքով։ Մասնագետները պնդում են, որ Max-ը չի առաջարկում պաշտպանիչ մակարդակի կոդավորում եւ հավանական են համարում, որ տվյալները ըստ պահանջի կտրամադրվեն իշխանություններին։ Telegram-ի հիմնադիր Դուրովը անդրադարձել է ռուսական իշխանությունների արգելափակման մտադրությանն ու իր դեմ հարուցված քրեական գործին։ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել իմ դեմ, ահաբեկչությանն աջակցության մեղադրանքով։ Ամեն օր իշխանությունները նոր պատրվակներ են պատրաստում, որպեսզի սահմանափակեն Telegram-ի հասանելիությունը ռուսների համար, միևնույն ժամանակ ճնշելով գաղտնիության եւ ազատ խոսքի իրավունքը։ Մասնագետները պնդում են, որ Max-ը չի առաջարկում պաշտպանիչ մակարդակի կոդավորում եւ հավանական են համարում, որ տվյալները ըստ պահանջի կտրամադրվեն իշխանություններին։ Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթում ուղղակի կապ է բացահայտվել դատապարտված սեռական հանցագործ Էփշտեյնի ցանցի եւ Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու փորձերի միջև։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Հայդատի հանձնախմբի համոզմամբ օրինաչափությունն ակնհայտ է ցեղասպանության շղթումն ու Էփշտեյնի շրջապատը առանձին պատմություններ չեն։ Թուրքիայի ԱՄՆ դեսպանը Անկարայի անունից շղթել է հայոց ցեղասպանությունը։ Դավութ Օղլուն օգտագործել է Էփշտեյնի ցանցը Վաշինգտոնում ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար։ Ընդգծվում է կազմակերպության հայտարարության մեջ, որտեղ կոչ է արվում Թրամփի վարչակազմին ազատել Բերեքին պաշտոնից։ Թուրքիայում F-16 է կործանվել օդաչուն զոհվել է, կործանիչը բարձրացել է օդ, որից հետո նրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնաբերվել են օդանավի բեկորները, ավիավետարի պատճառը պարզելու համար քննություն է անցկացվում։ Բաբաջանյան փողոցի մի քանի շենքերի բնակիչներ են բողոքի դուրս եկել, դժգոհ են հարևանությամբ կառուցվող նոր Երևան թաղամասի ճանապարհային լուծումներից։ Շենքերին հարող նեղ ճանապարհը բակային նշանակության է, բայց այդ նախագծով այն կմիացվի նորակառույց թաղամասի ընդհանուր ճանապարհային համակարգին, ինչը բնակիչների սրտով չէ։ Կամ այսպես ուղիղ չի կա դուրս գա։ Չէ, փակա ամբողջությամբ։ Այս պատը, ցանցը մնա պետական պատ դառնա եւ այն կողմով գնա, ինչ են մեքենաները ճանապարհ սարքին դեպի են։ Շինարարությունից միայն 4 տարի անց է, որ բնակիչներին հայտնել են այդ որոշման մասին, ըստ քաղաքացիների իրենց զրկել են ժամանակին առարկելու, քննարկումներին մասնակցելու ու դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից։ Մենք նույնիսկ թաղապետ եկել էր մեր համատիրություն, ես նույնիսկ այդ հարցը իրան եմ բարձրացրել։ Ասեց մեր իրավասության տակ չի։ Ասեցի դուք ավելի շատ եք լինում այնտեղ, ասեք, որ այս նեղ ճանապարհը չի կարող ծառայի այս ահռելի Այսինքն ամբողջ համալիրի ճանապարհը սա է լինելու։ Այո։ Նոր Երևան համալիրի։ Այո, իրանք ասում են ձեզ, շինթույլտվության ասում են, որ ունեն 3 ճանապարհ, բայց 5 տարի է ոչ մի այդ ճանապարհներից ոչ մեկը չի կառուցվել։ Հավաքվածներն ասում են այդ նեղ հատվածը տեխնիկապես չի կարող ծառայել մեծ երթևեկության համար, հատկապես որ դա նաև ավտոկայանատեղի է ծառայում։ Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքապետարանը լուծում տա այս խնդրին, այնպես ինչպես հարկա նորմալ քաղաքացիներին ճանապարհ ունենալ ու ապրել։ Սա ոչ թե լյուքս պահանջ է, այլ սա բազային կարիք է բնակիչների։ Բնակիչները պահանջում են, որպեսզի համապատասխան կառույցները վերանայեն, նախագիծ կազմակերպեն բաց ու թափանցիկ քննարկումներ, նաև հաշվի առնեն տեղացիների կարծիքն ու օրինական շահերը նախքան վերջնական որոշումներ կայացնելը, ու նաև հավելում են, որ պատրաստվում են պայքարել իրենց իրավունքների համար։
Փետրվարի 25-ին Օփելը Իջևան-Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել ծառերին։ Դրանցից մի քանիսը արմատախիլ արել եւ գողաշրջված հայտնվել ծառերի մեջ։ 19-ամյա Անդրանիկը տեղում մահացել է, իսկ 19-ամյա Սևակին ու 20-ամյա Սամվելին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատարը Ալբերտ Մարտիրոսյանը եւ գումարտակի ծառայության ավագտեսուչ Արտակ Ասատերյանն Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարության զոնամասում Պաշտպան հայրենիաց ծրագրի մասնակիցներից էր։ Եվս մեկ ողբերգական վթար փետրվարի 24-ին է տեղի ունեցել 39-ամյա Արմինեն Նիսանդյանայով Վարդենի գյուղի 26-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել քարե պատնեշին։ Վարորդը տեղում մահացել է։ Ժամանել են նաեւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտուն ու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծառայության Մարտունու շեջ փրկարարական ջոկատի շեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի բարեկները։ Փետրվարի 24-ին Վարդենից Մարտունի ճանապարհին բախվել են ՎԱԶ 2104-ը եւ ՎԱԶ 21099։ Վարորդները եւ մեկ ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են Վարդենից բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երրորդ դասակի բարեկները։